Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը թվում էր, թե հարաբերական անդոր պետք է ապահովեր կողմերի միջև, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Ադրբեջանական կողմը չհամակերպելով այն իրականության հետ, որ եւս մեկ քայլով կողմերը մոտեցել են խաղաղության գործընթացին, սկսեց խոսել իբրև թե հայկական կողմի կրակոցների մասին։ Հայկական կողմը իհարկե հերքեց ադրբեջանական ստահոդ լուրերը, սակայն Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը օգնության հասավ հակառակորդին, հայտարարելով, թե սա ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ կապիտուլյացիա։ Հայկական ժամանակի հետ զրույցում քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը անդրադառնալով վերոնշյալին նկատում է, եթե վարչապետն անմիջապես դուրս հրավիրեր եվրադիտորդներին եւ գնար խաղաղության համաձայնագրի ստորագրման, գուցե դա որոշակիորեն դիտարկվեր կապիտուլյացիա, բայց քանի դեռ դրա ազդակները չկան, Ադրբեջանն էլ չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը, ուրեմն դա կապիտուլյացիա չի կարող լինել։ Ինչ վերաբերում է ընդդիմության շահարկումներին, թե սա ոչ թե պայմանագիր է, այլ համաձայնագիր, ինչը պարտադիր կատարման ուժ չունի, Դալաքյանն ասում է. Նոյեմբերի 9-ը, որին իրենք այդքան հղում են անում, ընդհանրապես պարտադիր չի, որովհետև չի վավերացվել խորհրդարանի կողմից, որովհետև կա տարածքային զիջում հանձինս այդ այսպես կոչված միջանցքի վերահսկման, իսկ դա պետք է հանրաքվեի դրվի, այսինքն հենց նոյեմբերի 9-ը, որ իրենք հղում են անում, ընդհանրապես լուրջ խնդիրներ ունի։ Քանի դեռ ես այս համաձայնագիրը չեմ տեսել, միջազգային յոնքի տեսանկյունից չեմ կարող ասել, այդտեղ տարածքային զիջում կա թե ոչ, մենք չենք տեսել, չէ՞ համաձայնագիրը, բայց այն որ համաձայնագիրն էլ է պարտադիր կատարման համար ցույց է տալիս հենց եռակողմ համաձայնագրի միջազգային յոնքում կան պայմանագրեր, խաղաղության համաձայնագրեր կամ միջանկյալ համաձայնագրեր, դրանք իրավաբանական տերմինոլոգիա են, որոնք մինչև մենք չտեսնենք պայմանագիրը չենք կարող ասել։ Այնպես որ սա որևէ լուրջ քննադատության չի դիմանում։ Խոսելով Լևոն Քոչարյանի մասին, որ այդ թևավոր մտքի ջատագովն ու տարածողն է, Դալաքյանն ասում է, միտում է տեսնում առանձնացնելու այդ տղային ընդհանուր ընդդիմությունից։ Որևէ առանձնացում ես այստեղ չեմ տեսնում, ինչու, որովհետև մինչև այսօր ես չեմ տեսել ինչ-որ ելույթ ելակետային, թե ինչի դեմ է նա ընդհանրապես խոսում, վերլուծություն միջազգային իրավիճակի հետ կապված, տնտեսության մեջ Նիկոլ Փաշինյանի սխալները, արդարադատության մեջ, եթե նա այդ քննադատությունը անի, մենք կտեսնենք, որ ինչ-որ լուրջ քաղաքական օրակարգ ունի, ամեն ինչը սկսվում եւ ավարտվում է կապիտուլյանտը դու ես, իմ հայրը հաղթել է, այս բառապաշարով եւ այդ առումով իրեն առանձնացնելը դա կոմպլիմենտ է իր համար, կարծում եմ պետք չի կոնկրետ իր վրա այնտեղ ավելի լուրջ ընդդիմադիրներ կան հենց նույն իր դաշինքում, որոնց օրինակ ավելի լուրջ վերաբերել, իսկ լիդերը այդտեղ չեմ տեսնում ճիշտն ասած։ Հարցին իսկ ինչու է ընդդիմությունը բոյկոտում խաղաղության գործընթացն ու համաձայնագրի ստորագրումը, Դալաքյանը պատասխանում է. Նախ այդ նույն ընդդիմության պատիվ ունեմը, որ ասեցիք, անընդհատ թմբկահարում են, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ թղթեր է ստորագրել, որոնք բերել են խաղաղության եւ Արցախի ինքնորոշ։ Ախր այդ թղթերը չեն կատարվել։ Ալիևը կներեք թքած ունենալով այդ բոլոր թղթերի վրա, մենք չենք ելնում, չէ՞, այդ հիմար կներեք արդարացումից, որ Նիկոլ Փաշինյանը որ լավ չի գրկել Վլադիմիր Պուտինին, դրա համար Պուտինը մեզ չպաշտպանեց։ Մենք հասկանում ենք, հենց Պուտինն էլ ասեց, որ միշտ էլ Ղարաբաղը եղել է Ադրբեջանի մաս։ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին էլ մեղադրեց, թե ինչի չեք ճանաչել, չէ՞, Ղարաբաղը Ադրբեջանի, որ գայինք պաշտպանենք։ Իրենք չարձագանքեցին։ Սերժ Սարգսյանը ինչ-որ լղոզված իրեն բնորոշ արտահայտություններ արեց իր թիմը։ Այսինքն հարցը այստեղ Նիկոլ Փաշինյանը չի եւ իր թուղթը, որ նա ցանկանում է ստորագրել։ Մի կողմ որ ես էլ եմ ասում, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո նոր է ամեն ինչ սկսվում։ Մեխանիզմներ պիտի լինեն։ Այսեք Ռուսաստանն էլ Ուկրաինայի հետ է համաձայնության գալիս չի պահպանվում։ Բայց դա չի նշանակում, որ թուղթը պետք չի։ Եթե թուղթը պետք չէր, ինչի գնում մադրիդյան սկզբունքները այդ թղթերը ստորագրում պետք չէր։ Բայց ձեր բանակը ուժեղացնեիք, ոչ թե թուղթ ստորագրեիք, հիմա էլ հղում անեիք այդ թղթի վրա։ Այսինքն, որ իրենք թղթեր են ստորագրել եւ դա չի բերել հաղթանակի, դա էլ պետք է նայել եւ այն որ այո կան խնդիրներ խաղաղության այս համաձայնագրի հետ ես էլ եմ քննադատում, բայց քննադատությունը պիտի լինի իմաստալից եւ կոնստրուկտիվ, ձեր մտահոգություններն ասեք, ոչ թե ինչ որ արվում է, ուղղակի քննադատեք, որտեվ անողը Նիկոլ Փաշինյանն է։ Նույնիսկ եմ կրկնում, ձեր ստորագրած որևէ փաստաթուղթ Ադրբեջանը չի պահպանել։ Քաղաքագետը չի բացառում պատերազմի վերսկսումը, այլ հարց է, որ ըստ նրա դա կախված չէ ոչ Ադրբեջանից եւ ոչ էլ Հայաստանից։ Ինչպես 20 թվականը, որը կախված չէր մեր երկրներից, կախված էր Թուրքիա եւ Ռուսաստանի միասնական շահերից Սիրիայում, Հարավային Կովկասում, հետո էլ Ուկրաինայում։ Հիմա այլ իրավիճակ է։ Այս երեքը Իսրայելը, Թուրքիան եւ Ռուսաստանը տարբեր շահեր ունեն տրամագծորեն եւ Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում եւ Մերձավոր Արևելքում։ Այնպես որ պետք է նայել միջազգային իրավիճակին, զուգահեռաբար անել մեր աշխատանքը, զինվել, ներքին արտադրությանը ռազմական զարակ տալ, տնտեսությունը զարգացնել, որովհետեւ տնտեսությունն է շարժիչ ուժը պատերազմի ժամանակ, ամենակարևորը թերահավատորեն չմոտենալ մեր ուժերին, որովհետեւ ես տեսնում եմ այս մարդիկ, որոնք
ժողովրդի իբրև թե անունից են խոսում, ասում են, որ մենք պիտի լինենք անկախ, Փաշինյանը հանձնում է, ամեն երկրորդ նախադասությամբ ասում են, որ մենք չենք կարող Ադրբեջանի դեմ պայքարել։ Մեզ Ռուսաստանի աջակցությունն է պետք։ Ինչու եք այդպես ասում։ Ով ասեց։ Ինչպես ասել է Վազգեն Սարգսյանը, մեր թշնամին նույն թշնամին է, որը փախչում էր մեզնից, մենք կարող ենք պայքարել Ադրբեջանը, միշտ էլ պայքարել ենք, միշտ էլ հաղթել ենք, բայց մեզ պետք է նաև դաշնակիցներ։ Մի բան ըստ Դալաքյանի ակնհայտ է, քանի դեռ Ռուսաստանը չի կարողանում դուրս գալ ռուս-ուկրաինական ճակատից, այստեղ Ադրբեջանը չի կարող գնալ որևէ լուրջ էսկալացիայի։ Որտեվ Ալիևն էլ է խորամանկ եւ նա մինչեւ այսօր ինչի չի գնացել, դա ոչ թե նրանից է, որ խաղաղության գործընթաց է տեղ ունենում, այլ որովհետեւ նա հասկանում է, որ կարող է այդտեղից հակառակ իրավիճակում դուրս գալ, եթե չլինի Ռուսաստանի աջակցությունը։ Այնպես որ մեր խնդիրն է մեր արտգործնախարարության ուշադիր հետևել զարգացումներին, զուգահեռաբար մշտապես մեր գործընկերներին ուշադրությունը սևեռել Հարավային Կովկասի վրա, որովհետև մի ակնթարթ է 20 թվականի նման, եթե շեղվի ուշադրությունը Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի, կարող է Ադրբեջանը դրանից օգտվել։ Դրա համար անընդհատ պետք է թմբկահարել եւ բոլոր ուրեմն կողմերին արևմտյան անընդհատ սևեռել ուշադրությունը Հարավային Կովկասի վրա։ Քաղաքագետի համոզմամբ Ադրբեջանին ավելի կոնստրուկտիվ դարձնելու ճանապարհներից մեկը հայկական կողմի բալանսավորված քաղաքականություն վարելն է։ Երկրորդը, ինչպես նշեցինք, պետք է բոլորի շահերը համադրել Հարավային Կովկասում, որոնք մեր շահերի հետ են համընկնում։ Օրինակ, ինչու է պետք խոսեցինք Ամերիկային այստեղ խաղաղություն, ինչու է պետք Եվրոպայի ռուսական ազդեցությունը հանել, ինչու է պետք Հնդկաստանին, Ադրբեջանին ճնշել Պակիստանի հետ կապված, Իրանի հետ կապված մենք ինչ առավելություններ ունենք ընդդեմ Թուրքիայի եւ Իսրայելի, այսինքն բոլորի շահերը համադրում ենք մեր շահերի հետ եւ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այսօր խաղացողները այնքան շատ են, որ մենք ելքեր ունենք։ Իրավիճակը այնպես չէր ռուս-թուրքական ակցիանի նման 20 թվականի, որ կամ Ռուսաստանն էր, կամ Թուրքիան ընտրեցինք Ռուսաստանը։ Ընտրությունը շատ է, ուղղակի պետք է լինել զգուշ, միևնույն ժամանակ պետք է արագ անել դա, տնտեսությունը, ինչպես նշեցինք, մոտեցնել Եվրամիության չափանիշներին, որպեսզի անընդհատ մեզ չասեն, դուք չեք համապատասխանում, ուր եք գալիս, դա շատ կարևոր է, եւ ամենակարևորը վերականգնել արդարադատությունը եւ վստահությունը երկրի ներսում։ Եթե ժողովուրդը պառակտված է, այդ ժողովուրդը չի կարող պայքարել։ Իսկ արդարադատության համակարգի հանդեպ վստահությունը սա ամենակարևոր չափանիշներից է։ Դիտարկմանը թե բալանսավորված քաղաքականություն վարելու համար օրվա իշխանություններին հաճախ են մեղադրում այդ մասին վերջին ասուլիսի ժամանակ խոսել էր նաև Ռոբերտ Քոչարյանը, նշելով թե քամակը 3 մետրանոց պիտի լինի, որ 2 աթոռի վրա նստես, Դալաքյանն ասում է։ Նախ ինձ թվում է նա Սերժ Սարգսյանն է վիրավորում, որովհետև Սերժ Սարգսյանն էր, հիշում եք Թուրքիայի հետ հարաբերությունների ուրեմն կարգավորման կողմնակից ՍԵՊԱ-ն, ինչպես պարոն Մամիջանյանը հպարտանում է Սերժ Սարգսյանն է այդ process-ը սկսել, նախ պետք չի այդպես վիրավորել Սերժ Սարգսյանին, երկրորդը ինչ վերաբերում է, որ բալանսավորված քաղաքականություն պետք չի վարել, համ դա ասում է, համ է զուգահեռ մեջբերում է Վիկտոր Օրբանին, հայ ժողովրդի թշնամի, որը ազատեց Ռամիլ Սաֆարովին, ասում է, տեսեք, ինքը ճիշտ է ասում, Արևմուտքին, ասում է Ռուսաստանի հետ մի թշնամացիր, եկեք եւ Ռուսաստանի հետ լավ լինենք եւ Արևմուտքի, այսինքն այստեղ դրամաբանություն չեմ տեսնում իր ասածների մեջ, բացի այդ ինքն էլ էր մեկնում ԱՄՆ, չէ՞, հանդիպումներ էր ունեն, ինչի էր մեկնում, ուղղակի գնում էր նկարվեր, գնում էր որ հարաբերություններ խորացներ, չէ՞, գուցե ուղղակի նկարվում էր, դա արդեն ինքը կարող է ասել, բայց այն որ աշխարհում ամեն ինչ բալանսի վրա է հիմնված, Պուտինն էլ է այդպես վարվում, օրինակ ինչ է, հիմա Վլադիմիր Պուտինին ինչի է վիրավորում, Վլադիմիր Պուտինը բալանսավորում է, հիմա Ամերիկայի հետ էլ է, չէ՞, բալանսավորում, Չինաստանի հետ էլ է բալանսավորում, Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանի, Հայաստանին էլ, չի կարելի այդ քո մտերիմ անձանց այդպես պետք չի վիրավորել։ Ըստ զրուցակցի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը շարունակվելու է, իսկ մոտակա 1 տարին տուրբուլենտ է լինելու։ Աշխարհում հստակություն չկա, պետք է ճիշտ դիրքավորվել, հետևելով փոփոխություններին, կարծում է Դալաքյանը։